կներկայացվին Խաչիկ Աբրահամյանի, Քակիկ Բադալյանի, Արմեն Դերմենջյանի եւ Քակիկ Ղազանչյանի նկարներու ցուցահանդեսը։ Դերի կունենա շաբաթ մայիսի 7-ի եւ գիրագի մայիսի 8-ին Սողանալյան սրահին մեջ ժամը 12:06։ 4 բադվական գեղանկարիչներ ցուցահանդեսներու շարքումը, որոնց մեր երկուքը կգտնվի այստեղ մեր մեջ հայտել ժամեն ներս։ Բարեկացեք։ Ուրեմն մեր հյուրերն են Խաչիկ Աբրահամյան եւ Գագիկ Բադալյան։ Կարող եք ասել, թե ինչ միջոցներով կամ ինչու համար եկել եք Ամերիկա։ Ամերիկա մենք եկանք ցուցահանդեսների նպատակով եւ ունեցանք ցուցահանդես Վաշինգտոնում, Ռիչմոնդ քաղաքում եւ նրանից հետո ստացանք հրավեր Լոս Անջելես համազգայինի կողմից եւ այսօր գտնվում ենք արդեն Լոս Անջելեսում, որպեսզի մասնակցենք այդ ցուցահանդեսին։ Ուրեմն դուք հրավիրված եք ամերիկյան հաստատության կողմէ Հայաստանեն Ամերիկա կալու Վաշինգտոն, իսկ Վաշինգտոնեն այստեղ համազգային կողմից, Լավ, ուրեմն դուք 4 երիտասարդներ ցուցահանդես պիտի ունենաք։ Կարող եք ասել արդյոք ուր է ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը պիտի տեղի ունենա Սողանալյան սրահում, Հոլիվուդի Ալեքսանդրիա եկեղեցու սրահում։ Որը ամսի մայիս 6-ին երեկոյան ժամը 7:30-ին, մայիս 7-ին առավոտ 12-ից մինչև 6-ը եւ 8-ին նույնպես 3 օրեր։ Այո։ Անշուշտ հիմա մեր խոսակցության ընթացքին վստահ եմ, որ մեր դղակը ցույց կտան ձեր գործերից մի քանի հատները։ Սեվում կարող եք բացատրել այս 4 երիտասարդները, որ գեղանկարիչներ են, իրենց ոճերի մասին նկարչության, գիտեք ինչպես ոճը, ասենք յուղանկարչություն կամ abstract կամ տասական, ինչ ձևերով են։ Կարելի ասել, որ 4 հեղինակներն էլ տարբեր են, դա բնական է եւ ամեն մեկը ունի իր յուրօրինակ արվեստի կողմը։ Ներկայացված են եւ գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, տարբեր հեղինակների մոտ կտեսնեք տարբեր մակարդակի աշխատանքներ եւ abstract մոտեցումով կա եւ ռեալիստ մոտեցումով կա աշխատանքներ եւ արդեն դեռ կտեսնեք եւ բնանկարներ եւ կոմպոզիցիոն աշխատանքներ, ամեն հեղինակ ունի իր յուրօրինակ կողմը։ Իսկ Ամերիկա, որ ցուցահանդես ունեցաք Վաշինգտոնի մեջ, արդյոք ինչ տեսակ արդյունք տվավ ամերիկյան հասարակությունը, ինչ ձևով ընդունեց ձեր գործերը։ Կարելի ասել, որ լավ ընդունվեց մեր աշխատանքները եւ այժմ մեր մասին բավականին ինչ որ խոսեցին հենց ամերիկացիները։ Եվ գազեմ մի քանի քրություններ ալնենք, չէ՞, թերթերում մեջ որ ցեր մասին։ Այո։ Լավ, մասնավոր Սելիկ Մունիկ մեր ժողովրդին որովհետեւ քաչալերվին, գիտեք, Լոս Անջելեսը խարն կաուտ մնե, ամեն տեսակ ունին, երաժշտասերը կա, արվեստասերը կա, եւ վստահ եմ, որ խորներամ գուկան, բայց միայն կալը եւ դեսները չէ, մի քիչ ալ պետք է օժանդակեմ, որովհետեւ այդ նկարները ու գործերը որ ունիք, կոնե որպես հիշադակ մի քանի հատ վերցնեն, իրենց բادرու վրա գախեն։ Մասնավոր քաչալերական խոսում կուզեի գսել մեր կաուտին։ Ասելիքը սպիտի լիներ այն, որ այսօր Հայաստանում պատերազմական վիճակ է, Ղարաբաղում պատերազմ է, Հայաստանում բլոկադ է, բայց Հայաստանը ապրում է եւ արվեստը շարունակում է իր բուրըն գործունեությունը Հայաստանում, չնայած այդ ծանր պայմաններին, եւ մենք հնարավորություն ունեցանք, ինչպես մի շարք ուրիշ երկրներ տարբեր տարիներին ցուցադրվելու, այս անգամ էլ հնարավորություն ունեցանք ցուցադրվելու Ամերիկայի տարբեր քաղաքներում, իսկ այժմ նաեւ Լոս Անջելեսում։ Շատ լավ, եւ գարձեմ մյուս նկարիչներ ու գեղանկարիչներ անուններն էին Արմեն Դերմենջյան եւ Գագիկ Ղազանչյան։ Վստահ եմ, որ եթե արիթ ունենանք, որ իրենց ակը ներկայացնենք, ամենայն դեպս հաջողություն կմաղթենք ձեզի այդ 3 օրերուն, ուրեմն ուրբաթ, շաբաթ եւ գիրագի մայիս 6, 7 եւ 8-ը առավոտյան ժամերը մինչեւ հավանաբար ուշ ժամերն են ունենալու Ալեքսանդրիա փողոցի վրա Սուրբ Կարապետ եկեղեցու գից վերի հարգալալու ասում եք, չէ՞։ Այո։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, արիթ մնացի ցեզ համար տեսնելու այս 4 բադվական գեղանկարիչներուն գործերը եւ յուրաքանչյուրը
քոնե մի քանի հատ միասին պետք է դուն տանիք եւ հավասիկ անգամ եւս ուքանք փաստելու որ մեր խոսքերը միայն խոսք չէին այսօր այս ներգացության այս դժվար օրերուն ինչպես կսեինք հայը չմերած ու չմերներ հավասիկ փաստ այս դժվարին օրերուն գարդատրեն եւ միջև մեզի կհասցնեն մեր հերավոր հայրենիքեն Լոս Անջելեսի մեր օջախներուն շնորհակալություն Շնորհակալ